Ինչ եք կարծում, միջազգային գանգատները հետ վերցնելով հնարավոր է, որ հենց գերիների հարցնել, անհետ կորածների հարցնել օրակարգից դուրս գան, Իհարկե, ես չեմ ուզում ուղղակի հասկանում եք այս մարդիկ կարճել են այդ մեկ կտոր հույսին եւ մենք էլ նրանց հետ մեկտեղ մենք հավատում ենք, որ իրականում այդ լուսավոր օրը գալու է, որ այդ տղաները մեր վերադառնալու են, բայց այս իշխանությունը անում է ամեն բան եւ բացահայտ, որ նույնիսկ այս հույսը մարդիկ կորցնեն։ Ցավալին արդարացնելով նաև Ալիևի արյունով ձեռքերը։ Այո, իհարկե, Ալիևը ամեն օր նոր մարտահրավեր է նետում։ Եթե դուք տեսել եք, թե 6 ամսյա վարժանքները նրանց կամավորականների ինչպես է տեղի ունենում, դա մի կատաստրոֆիկ պարապմունքներ են, ինչպես են նրանք պատրաստում, իսկ մեզ մոտ ինչ է կատարվում։ Իդեպ 25 թվականին էլ արդեն 19 զորավարժություն է Ադրբեջանը պլանավորել։ Իսկ մենք ինչ ենք անում։ Այս հարցը ինձ թվում է թե բոլորը տեղյակ եք։ Չեմ ուզում խոսել, ես նախկին զինվորական եմ, որ խոսեմ շատ բան եմ ասելու։ Պարզապես շատ հիասթափված եմ։ Ես ուզում եմ, որ մեր եղբայրները վերադառնան հայրենիք։ Մեր նշանաբանը, մեր կարևոր խոսքն է այսօր, որ ուզում ենք ուղղել բոլորին, հետևյալն է։ Նույնիսկ մեկ հայ չպիտի մնա Բաքվի բանտում։ Շարքային զինվորից սկսած գեներալով վերջացրած։ Էսա։ Եվ այս իշխանությունը վերջապես կամք ու արժանապատվություն պետք է ունենա այս հարցին լուծում տալու։ Չեք կարծում, որ անհետ կորածները 100-ից ավել են, հա? Եթե ծնողները ավելի շատ հավաքվեն, որևէ արդյունքի կհասնեն։ Գիտեք, ես կարծում եմ, թե ծնողների մեջ եւ թե առհասարակ մեր հասարակության մեջ, ժողովրդի մեջ հիասթափություն է։ Հիասթափություն է ամեն ինչի հանդեպ, ոչ միայն այս ղեկավարության եւ սրան եւս իրենք են հասցրել եւ միգուցե արվել է դա գիտակցաբար։ Չգիտեմ, ամեն տեղ որտեղ որ ծնողները հավաքվում են, մենք այնտեղ ենք, բոլորս փորձում ենք, հասարակ քաղաքացիներս, տարբեր մարդիկ, հայերը, սրտացավ հայերը, մենք իրենց կողքին ենք։ Եվ կարծում եմ, որ անընդհատ պարբերաբար այս հարցը բարձրացնելով միգուցե այս մարդկանց մոտ, ովքեր այս շենքում կանգնած են եւ ոստիկաններով շրջապատված, իրենց թվում է թե մենք եկել ենք այս շենքը գրավելու, ոչ։ Միգուցե մոտները մի փոքր այսպես Գոնե ցույց տան, որ ինչ-որ բան անում են, ոչ թե ձեռքները ծալած նստած, անտանելի է, այս տղաների ճակատագրին, որ ծանոթանում եք, տղան հետ կորած տղա կա, որ այդ պայթյունից առաջ ինքը րոպեներ առաջ, երբ որ անօթաչու թռչող սարքը իրանց վրա է եկել, իր ընկերոջը նետել է գետնին եւ մեջքով պարկել իր մարմնով պահել ընկերոջը։ Այդպիսի հերոս տղաներ են։ Եվ այդ տղան մի քանի օր անց այդ դեպքից հետո անհայտ կորել է։ Իր զենքի հետ միասին, այդպես չի լինում։ Դուք հիմա ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից, նախ այսօրվա հետ կապված արդյոք որևէ կերպ արձագանք են գոնե այս օրով ընդունեն, լսեն, թե տեսնելով այդ շամպայնի բակալները մի փոքր այն կողմում, այդ ֆինանսների նախարարության պատշգամբում տեսնելով այդ ժպիտներով, լեցուն բակալներով, այդ բաժակներով շամպայները, ես ոչ մի կերպ հույս չունեմ, որ ոչ թե մեկ այս շենքում նստած միգուցե նաև ժպիտով են նայում, ասում են, ինչ են անում, որ բայց կապ չունի, մեր պայքարը շարունակական է լինելու, մենք չենք գնալու տուն։ Հետևաբար տղաների հարցը ով պետք է լուծի, ինչպես պետք է լուծվի։ Միայն ծնողները կարող են այդ հարցերը։ Ոչ, ազգային ուժերի միավորում համախմբում է պետք։ Ազգային ուժերը, չգիտեմ, ընդդիմությունը պետք է համախմբվի։ Բոլորը պետք է համախմբեն։ Եվ մենակ այստեղ գերիների եւ անհետ կորածների հարցը չի, ժողովուրդ ջան, այստեղ նաեւ մեր պետականության հարցն է, այստեղ մեր սահմանների հարցն է։ Ես նորից եմ ասում, ադրբեջանական բանակի կամավորների պարապմունքները, եթե դուք այսօր տեսնեք, ես ուղղակի ապշած եմ։ Ինչ ենք անում մենք։ Ես չեմ ուզում խոսել, թե մեր 25 օրյա վարժանքների ես իմ աչքով տեսել եմ այդ պալատկաները, որտեղ քնում են մեր կամավորականները։ Դա ուղղակի կատաստրոֆա է, կատաստրոֆա։ Երկրի թիվ 1 պատասխանատուն այսօր հերոս անվանում է հարկատուին, որ խնդրեմ ինչ-որ ձևով մեկնաբանություն գնահատական կտակ այս ամենին։ Եթե հարկատուին է հերոս համարում, ինչպես նա կարող է նրա ապահայկական, ապազգային քաղաքականությունը ինձ թվում է դրանից են ճիշտ է ծնողները հիասթափված, բայց համառություն է այնուամենայնիվ պետք որ խնդրեմ հարկատուն է հերոսը մեկնաբանեք գնահատական կտակ երկրի թիվ 1 պատասխանատուի այս արտահայտությանը։ Իհարկե։
Տեսեք, այստեղ ասելիք էլ չկա։ Մեկ նախադասությամբ փորձեմ ուղղակի ասել, որ այս իշխանության գալուց ի վեր ինչ է կատարվել։ Իրական արժեքների արժեզրկման է գնացել, իրական հերոսները, տղաները փակվել են խոսելու համար, պայքարելու համար, երկիր ազատագրելու համար, փակվել են։ Իսկ այն գեներալները, ովքեր որ 44 օրյային, այսպես ասեմ, ոչ սթափ վիճակում կայացրել են սխալ որոշումներ մարտական գործողությունների հարցերում եւ այդ մարտական գործողությունների հետ կապված հրամանների արդյունքում ունեցել ենք բավականին զոհեր, այդ գեներալները ստացել են նույն այդ մարտական չստացված գործողության հաջորդ օրը ստացել են ազգային հերոս։ Կներեք, ես ուրիշ էլ ինչ ասեմ։ Այ Ալեն Սիմոնյանն էր ասում, չեն կռվել, չեն պայքարել, Արցախի մասն է ճիշտ է ասում, բայց ինչպես հասկացա, անհետ կորածները նաև Արցախում են, հա, Արցախի դիրքերը պաշտպանելիս են անհետ կորել։ Այս դրան ինչ մեկնաբանություն կտաք։ Ես 6 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, ծառայել եմ հետախուզական զորքերում եւ իմ բոլոր այն մարտական առաջադրանքներին, որոնց ես ներկա եմ եղել, որոնց մասնակցել եմ, ես չկռվող հայ զինվոր չեմ տեսել, կներեք։ Ես Սիմոնյանին առաջարկեք զինվորի տուն հաճախի, որպեսզի այնտեղ էլ ծանոթանա տղաների հետ, որ հասկանան կռվելը որն է։ Ես ճիշտ ասած չգիտեմ այս իշխանության ներկայացուցիչներին ուրիշ ինչ պետք է առաջարկվի։ Կարծում եմ նրանք ծրագրավորված իրաց ծրագրով առաջ են գնում եւ մենք ինչքան էլ այդ մասին հորդորենք, ասենք, խոսենք, իրենք մեզ չեն լսելու։ Իրենք իրենց ծրագիրն են առաջ տարում, հետեւաբար մենք էլ նորից եմ ասում, ազգային ուժերը, ընդդիմությունը, թե պարլամենտական, թե այլ ընդդիմությունը պետք է միավորվի։ Իսկ չէ կարծում նաև անհետ կորածների զինվորների ծնողների կողքին այսօր պետք է լինեին նաև վիրավոր մեր հերոսների, զոհված հերոսների ծնողները, որպեսզի, չգիտեմ, ավելի մեծ թափ հավաքեն։ Ավելի մեծ թափ։ Ես հասկանում եմ, չգիտեմ, հիասթափությունը այս մնացած ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս պահին կառավարության շենքի դիմաց, վիրավորների, զոհվածների, բոլոր հերոսների ծնողները այստեղ գտնվեն, որպեսզի օրակարգից չփախնի գերիների կամ պատանդների ու անհետ կորածների հարցը։ Այո, տեսեք, այսօր մայրության տոնի հետ կապված են նրանք եկել եւ ես քանի ծնողի հետ երեք խոսեցի, նրանք ուզում էին ուղղակի այսպես ավելի շատ լռության, հա, օր հայտարարային այստեղ, լուր կանգնեն եւ իրենց հոգու ցավը այսպես լռությամբ արտահայտեին։ Այսինքն այս մարդկանց մեջ դեռ հույս կա, որ այս դիմացի շենքի մարդկանց մոտ կարող է ինչ-որ մարդկային ինչ-որ բան արթնանա ամեն դեպքում իրանց ներսում։ Եվ ավելի շատ լռության կոչ է այս, լռության օր են ուզում իրենք հայտարեն եւ ուղղակի դրանով ցույց տային, որ մենք էլ ենք ուզում, որ մեր որդիները այսօր մեր կողքին լինեն եւ մեկ ծաղիկ նվիրեն։ Այս է, բայց համախմբումը ինձ թվում է լինելու է, որովհետեւ մենք որոշել ենք այսպես, նաեւ ծնողների հետ էլ այս պայքարը շարունակական է լինելու։ Մենք անդադ խոսելու ենք, մենք անդադ դռներ ենք ծեծելու, դռներ ենք ջարդելու, եթե պետք լինի, բայց այս հարցին լուծում պետք է տրվի։